Արվելա։ Ինչ էլեգանտ է։ Այս կողքինը նկարի անունը։ Հերթական մուսային շեդևրալ խմորեղեն, ահա անվանումը, և մուսերի շերտը տեսեք, այս ամբողջը մուս է։ Մուսային շերտը հաջորդաբար տարբեր համերի շոկոլադե, կարամելային, վանիլային, Ֆողենուախը կոչվում է, իրանց ֆողենուախ, վիշնյայով որ լինում է։ Այն որ օշանի տարել էին, այս վերջում։ Հա, պիանեյը վիշնյա, հա, բայց հեչ նման չի ստրուկտուրան, կազմվածքը հեչ նման չի պիանեյը վիշնյայի։ Այս հետևից վիշնյա ներևում է։ Հա, լավ, այ հիմա նման է պիանեյը վիշնյային։ Իսկ սա բրենդի անվանումն է, բախտելեմի այդպիսի անվանում է։ Ողջույն սիրելիներս, ահա կրկին իմ պատվերները, բայց այս մյուս պատվերը ես ուզում եմ մնա իմ տեսադարանում, որովհետև իմ սիրելի բրենդ Սարը Կովինցի բրոշներից մեկն է վաճառվել, ահա այն իր ողջ գեղեցկությամբ ու շքեղությամբ, ուզում եմ, որ անպայման այն մնա իմ տեսադարանում, որպես հուշ, տեսնենք որտեղ է նա, ահա այս վարդն է, ինչպես տեսնում եք, ուրեմն վարդը ռեալիստական արված աշխատանք է, ճիշտ այդ դեղին նրբիկ ամերիկյան վարդերի չափսով, անվանումը հենց American Beauty, այսինքն ամերիկյան գեղեցկուհի է, թողարկվել է 1961 թվականին, սա սերիան է, սա էլ արժեքը 30 եվրոյով և ականջողերը նույնպես 30 եվրո։ Ահա այն իր ողջ գեղեցկությամբ, նուրբ վարդի թերթիկներ, ռեալիստական չափսի վարդի և դաջվածքը տերևների, տեսնում եք ինչքան ռեալիստական է։ Եվ հիմա եկեք նայենք բրոշի հետևի հատվածը, ահա բրոշի հետևի հատվածը, որտեղ երևում է դաջվածքը Սարը Կովինտրի և ինչպես տեսնում եք այս ուսադիրներով փականը, որ ես միշտ ասում եմ պատկանում է 1960-ականներին, այստեղ համոզվում ենք իմ ասածի իսկության մեջ, որ թողարկվել է բրոշը 1961 թվականին և ըստ չափսերի ու ըստ փականի հասկանում ենք, որ այդ ժամանակաշրջանի դրոշմանիշը կա այս բրոշի վրա։ Բրոշը շատ էլեգանտ է ու շատ չքնաղ։ Այս չքնաղ վարդը եղել է Սարը Կովինցի իմ հավաքածուի առաջին բրոշներից մեկը, եթե ոչ առաջինը, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց ամենասկզբի բրոշներից մեկն է եղել, որի հիման վրա հավաքվել է հետագայում իմ ողջ կոլեկցիան։ Այդ իսկ պատճառով ես ուզեցա, որ այս բրոշը նույնպես մնա իմ տեսադարանում։ Այստեղ փոքրիկ անձնագիր եմ պատրաստել այս բրոշի համար, սերտիֆիկատ կարելի է ասել, որտեղ նշել եմ բրոշի սերիան, անվանումը American Beauty և տարեթիվը 1961 թվական։ Անկախ նրանից կպահի նա այս անձնագիրը ուղեկցող փաստաթուղթ այս բրոշի թե ոչ, համենայն դեպս ես ուղարկում եմ, թող ունենա գնորդը, Իտալիայից է, իտալացիները շատ էսթետներ են, ես դրանում համոզված եմ, իմ բրոշների մեծամասնությունը, մանավանդ Սարը Կովինցիները Իտալիայից են գնում, որտեղ այնտեղ եղել է այս բրոշների վաճառքը նեղ շրջանակներում, իսկ Ֆրանսիայում այդքան տարածված չի և շատերը չգիտեն այս բրենդի մասին։ Եվ ահա իմ չքնաղ վարդը պատրաստ է, այստեղ նույնպես կա մակագրություն Սարը Կովինցի American Beauty, այս ամենը կփաթեթավորվի, ահա այս տեսքը ունեցավ, չենք մոռանում դնել պղպջակավոր տոպրակի ներսում և ապա նոր կսակում։ Եվ ահա պատրաստ է այն, կտեղավորեմ ծրարում, վերջ, իմ պատվերը պատրաստ է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ այս հիասքանչ վարդի լուսանկարները, որ ես կատարել էի, ինչ պրոֆեսիոնալ մակարդակի է։ Հետքի վրա նույնպես նկարել եմ, որ երևա բուկինգ պիես է ի սերիայով, տարեթվով ու անվանումով, մոտեցրած վիճակով, ահա, այսպես պրոֆեսիոնալ ձևով նկարել եմ։ Եվ վաճառքից հետո այս անոնսը ջնջվելու է, դրա համար ուզում եմ, որ անպայման սա նույնպես մնա տեսադարանում, որպես հուշ իմ կատարած
իմ թափած ջանքերի համար։ Ահա այսպես սիրելիներ, սա էլ հերթական հիասքանչ շեդևրալ Սարը Կովինտլին, որը արդեն ուղևորվի իր նոր տիրուհու մոտ, իր նոր տիրուհու գանձարան։ Իմիջիայլոց այս վարդը հաճախ չի հանդիպում, զարմանալի է, չէ՞, ուրեմն քիչ տիրաժով է թողարկվել, որտեղ 1960-ականների զարդերից շատ կա Սարը Կովինտլի, որ հաճախ է հանդիպում, բայց կոնկրետ այս վարդը ինձ ընդհանրապես հանդիպել է այս մեկ անգամ, բայց հուսամ, որ առաջինն է, բայց վերջինը չէ։ Ու այս բրոշը ասացի, որ ինձ հանդիպած Սարը Կովինտլի բրոշներից առաջի տարբերակներն է, որոնք հանդիսացան անկյունակարը հիմքը իմ ողջ կոլեկցիան հավաքելու, ստեղծելու, տպավորված այս զարդերով ես սկսեցի հավաքել ուրիշ էկզեմպլյարներ, որոնք էլ համալրեցին իմ ողջ կոլեկցիան։ Ահագին փաթեթներ, հիմա միասին unboxing կանենք, շատ հետաքրքիր զարդեր են լինելու, եղեք ուշադիր եւ տեղեկացված, զինվեք նոր գիտելիքներով։ Ուզում եմ տեսնել ամեն ինչ նորմալ է այս փաթեթի հետ, բրոշը տեղում է թե ոչ, տեսեք ինչպիսի պակետի մեջ է փաթեթավորել, այդ իսկ պատճառով ուզում եմ առաջինը հենց սա ստուգել։ Ստեղադրեմ։ Տեսեք ինչպիսի սրտիկ ունեմ ես։ Սկսավ։ Ինչ գեղեցիկ բրոշ է, կոնֆետկա բրոշ, հերթական կոնֆետկա բրոշ, որը նաև բրենդային է։ Ահա մարկիրովկան, սիրելիներ, խոշորացույցս այստեղ չի, որ ավելի մոտեցնեմ ու նայենք։ Հեռախոսի խոշորացույցով լավ չի երևում, բայց դաջվածքը տեսնում եք, թե ինչքան լավ է կատարված, զգացվում է, որ լավ ընկերություն է կատարել եւ դիզայնը ալյա Dior-ը, ահա այդպիսի Dior-ական դիզայն ունի։ Ոգեշնչված Dior-ի դիզայնից, ահա այդպիսի կոնֆետկա բրոշ, որի վերջերս հենց այս նույն բրոշի տիպի մեկ այլ բրոշ եմ գնել, դարձյալ կանաչ էմալով, ահա այսպես երկու իրար նման բրոշներ, միանման կատարում է, ինչպես տեսնում եք, երկուսն էլ ունեն կանաչ էմալ եւ սպիտակ ցերկոնիկներ։ Այս բրոշները սերիական են, այսինքն պատկանում են նույն կլասի, նույն դասի, թե դիզայնով, թե ժամանակաշրջանով, թե կատարված աշխատանքով։ Ներսի լիցքը նույնպես կարելի է վերագրել նույն ժամանակաշրջանին, 1980-ականներին, երբ Dior-ի մոդայի տանից ոգեշնչվում են շատ բիժուտերիական ընկերություններ, թողարկելով նույն մոտիվներով ու նույն դիզայնով բրոշներ, զարդեր, երկու կոնֆետկա բրոշներ, որոնք պարզապես չէին կարող միմյանց չգտնել, եւ որպես իսկական բիժուտերիայի իրական սիրահար ես փորձեցի նրանց միավորել։ Հերթը հասավ այս փաթեթին, որը Իտալիայից է եկել ինձ մոտ, դարձյալ աճուրդով եմ գնել, որտեղ կա երկու զարդ, որ պատվեր է, իմ սիրելի բաժանորդուհին է խնդրել ու ես գնել եմ իր համար։ Եկեք միասին նայենք, թե ինչ ճկնաղ զարդեր կան այստեղ։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Շատ գեղեցիկ տուփ է, որով եկել են այդ զարդերը։ Ոսկեգույն եղնիկ։ Տեսնում եք, չէ՞, ինչ գեղեցկություն է այստեղ տիրում եւ ինչքան լավ է փաթեթավորված, ահա այսպիսի պաշտպանիչ բաներով։ Ես արդեն տեսնում եմ, թե ինչ ճոխություն է այստեղ տիրում, ինչ գեղեցկություն կա այստեղ։ Հիմա սրանք հանեմ ու միանամ ձեզ։ Հապա նայեք ինչ շքեղություն է այստեղ տիրում, սիրելիներ։ Ինչից սկսել, սկսեմ բրոշից, քանի որ այն հենց մի հատ է, իմ սիրելի արբուզների ստիկլոն, կենտրոնական էլեմենտը, ահա այդ ապակուց է, որը փոխում է գույնը, ոչ թե աբեծածկույթ է, Սվարովսկու ծածկույթը պերլամուտրային, այն ներսից ունի երանգներ, այս կրիստալը շատ գեղեցիկ է։ Ես շատ եմ սիրում այս քարը։ Փականից տեսնում ենք, որ 1950-ականներից այդ ժամանակահատվածի բրոշ է եւ մոտիվները art deco։ Այս բրոշը շատ երանելի բրոշ է, որտեղ իմ սիրելի ժամանակաշրջանն է, art deco էպոխան եւ իմ սիրելի քարը կրիստալը։ Երկուսը մեկտեղ։ Տեսնում եք ինչ գեղեցիկական ճյուղերը, քարիկները
ծաղիկներ են Սվարովսկու քարիկների պես, վերջերս ես նմանատիպ բրոշ էի գնել Սվարովսկի, հիշում եք, հենց իր վրա կար այսպիսի դետալներ, ծաղկային մոտիվներով կրիստալ, այդպես է փորագրված, բայց ամենահետաքրքիրը այստեղ այս կոկոններն են, այս քարի, ուրեմն ինչի մեջ դրված է քարը, ձեռքերիս փայլեր է կպել, բայց ոչինչ։ Հիմա անդրադառնանք այս ականջողերին, այս երկու ճկնաղ ականջողերին, որոնց պատվիրել է իմ բաժանորդուհին, ուրեմն այս ականջողերը haute couture, այդպիսի սիգմենտին են պատկանում, լյուքս, պոդիումային զարդեր են, պոդիումային ցուցադրությունների ժամանակ են կիրառվել։ Իսկ ովքեր են նայում պոդիումային ցուցադրություններին, շատ հետաքրքիր է։ Եթե նայեք, կտեսնեք, որ այդ ցուցադրությունների ժամանակ ցուցադրում են հենց վինտաժային զարդեր։ Եվ գիտեք, հիմա չի արտադրվում նմանատիպ զարդեր, իրենք գնում են հենց կոլեկցիոներներից թեմատիկ իրենց հագուստներին համապատասխան։ Եվ սա այդ զարդերից երկուսն է։ Առաջինը եկեք ուսումնասիրենք, շատ խոշոր մասիվ չափերի կլիպսներ են, այս ականջողերը անխոս շեդևրալ զարդեր են, զգացվում է լյուքսը, զգացվում է ամեն դեպքում հեռվից հեռու անգամ, պարտադիր չի, մարկերովկա լինի, մոտենան նայեն, իր ճոխությամբ գրավում է, այդ պատճառով պոդիումային ցուցադրություններում միշտ օգտագործում են, որ ստանան այդ շիկը, այդ լոսկը։ Եվ նրանք մեծ քանակությամբ գնում են այն կոլեկցիոներներից, որոնք ունեն հենց այդ սեթը, այդ ժամանակաշրջանին պատկանող վերաբերվող խումբ, այսինքն մի քանիսը այդ զարդերից միանգամից, որ համապատասխանի իրենց ցուցադրության։ Եվ տեսնում ենք ինչքան շքեղ ականջողեր են այս ականջողերը, կլիպսները։ Հիմա ուսումնասիրենք մոտիկից այս տերևի նախշազարդերով մասիվ չափսերի խոշոր կլիպսները, որոնք այնքան լոկանիկ են, այնքան գեղեցիկ, այնքան շքեղ, կարելի է կիրառել ցանկացած տեսակի հագուստների հետ, եւ տոնական, եւ առօրյա։ Ահա այդպիսի ականջողերը, եթե սա ավելի շիկ է, ամենօրյա օգտագործման համար, չգիտեմ, բոլորը պատրաստ միգուցե չլինեն, շատ ճոխ է, սա էլ է ճոխ, բայց հնարավոր է կրել ամեն օր իր լոկանիկ կառուցվածքի հաշվին։ Հիմա եկեք ուսումնասիրենք այս կասկադ վզնոցը, վերջին զարդն է այս սեթի, ուրեմն այս վզնոցը պատկանում է Napier ընկերությանը, եթե տեսնում եք բեյզելը, հետևի հատվածը նույնպես բաց է այս քարերի, բեյզելները հաճախ հանդիպող զարդեր են։ Կասկադը այս վզնոցի, ինչքան ճոխ է, ամբողջ դեկոլտեի հատվածը կարծես քարատոպիա լինի այդպես, այդքան ճոխ վզնոց է, Napier-ի զարդերը սովորաբար շատ ճոխ են, եւ սա հերթական շեդևրալ զարդերից է, այս կասկադ վզնոցը ինձ շատ դուր եկավ, սպասվածից նույնիսկ ավելին էր, իր մեղրագույն դետալներով, բորդոյի դետալներով եւ ցիտրինային երանգով, բոլոր իմ սիրելի գույները այստեղ կան, շատ մեծ հաճույքով ես կկրեմ այս վզնոցը, առօրյա կյանքում նույնպես։ Մեկնաբանություններում գրեք, թե որ զարդերը ավելի շատ ձեզ դուր եկան, սիրելիներ, հետաքրքիր է ընթերցել ձեր կարծիքները նույնպես, նաև իմանալ, դուք նայում եք պոդիումային ցուցադրություններ, հետևում եք ֆեշն աշխարհին, բիժուտերիայի ինդուստրիային, ինձ շատ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքները, բոլորինդ կկարդամ մեծ սիրով։ Ահա կրկին իմ փաթեթները այն զարդերի, որոնք ես ինքս եմ պատվիրել, եկեք միասին բացենք ու տեսնենք, թե ինչ կա այստեղ։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ On y va, c'est parti։ Օ, ինչ հետաքրքիր ջին սետուփ է այստեղ։ Ինչ լավ փաթեթավորել է, 4 հատ զարդեր, 4-ն էլ առանձին հատվածներում։ Շատ լավ է փաթեթավորել, կեց է, բրավո։ Ահա այսպես 4 զարդեր, 4-ն էլ ականջողեր։ Ու ինչ գեղեցիկ է սա։
Ինչ գեղեցիկ զարդ է սա։ Գիտեք ինչ, ես այսպիսի վզնոց ունեմ, ութևնոց, ավելի լյուքս սիգմենտի զարդն է, բայց հիմա կբերեմ կտեսնեք, որ ճիշտ եւ ճիշտ համընկնում է թեմատիկան, մոդելը, կառուցվածքը։ Հիմա կբերեմ միասին կնայենք այս 4 ականջողերը նայելուց հետո իհարկե։ Այս մյուս ականջողերը նույնպես շատ գեղեցիկ են, ժամանակակից զարդ է, բայց էմալը շատ լավ է արված, տեսնում եմ բավականին խիտ էմալ կա այստեղ։ Ներսի հատվածը նույնպես լավ է կատարված, պուսետներ են ինչպես տեսնում եք, թեթև է շատ, քաշ չունի, այ վինտաժային զարդերը ինչ որ առումով քաշ ունեն, որովհետև մետաղը կարող է լինել ցինկից, կարող է մի քանի շերտ ոսկե ջրված լինել, իսկ այս դեպքում վստահ չեմ, որ այս ոսկե գույնը կպահպանի իր ոսկե գույնը, երանգը ոսկե գույն, որովհետև հնարավոր է թափվի շուտ, սևանա կամ սպիտակի, բայց էմալը լավ է կատարված, ինչ խոսք։ Թեպետ բազմաշերտ չէ, մեկ շերտով է արված, դրա հաշվին էլ զարդը թեթև է, ամենայն դեպս գեղեցիկ զարդ է, այդ էմալը ինձ դուր եկավ, գրավեց իր լոկանիկ դիզայնը ու էմալը։ Ճիշտ եւ ճիշտ նույն կառուցվածքով, այսպիսի պերլամուտրային ճիշտ նույն երանգով ականջողեր ունեմ, ես վինտաժային տարբերակը Իտալիայից եմ գնել, դա էլ ցույց կտամ։ Եվ ահա այն գեղեցկուհի ականջողերը, որի պատճառով գնել եմ այս սեթը, մյուս ականջողերը նույնպես, հակառակ դեպքում չէի գնի, բայց այս ականջողերը ինձ շատ դուր եկան։ Կենտրոնական էլեմենտը ապակուց է, կոչվում է արբուզնե ստիկլո, այդպես են ասում, հայերեն թարգմանությամբ ծմերուկի ապակի, բայց այդպես չեն ասում։ Ներսի հատվածները տեսնում եք, որ կլիպսներ են, շատ թեթև է, որովհետև մետաղական չի, այս հատվածը պլաստիկից է, որի վրա տեղադրված է ապակուց քարեր։ Հետաքրքիր լուծում են ստացել, բրոնզագույն երանգով պլաստիկ է։ Շատ թեթև է, վստահ եմ ու ուզում եմ կարծել, որ չի ցավացնի ականջները։ Սա այն գեղեցկուհին է, որի համար արժեր գնել այս սեթը։ Այո, ես ժամանակակից զարդեր նույնպես հաճախ եմ գնում եւ ուսումնասիրում եմ նրանց կառուցվածքը, օգտագործված նյութերը, այն ինչ զարդերի մասին է ինձ շատ հետաքրքիր է եւ վառ օրինակն է այս մատանին, որը գնել էի ժամանակակից բժշկերական խանութից, բավականին որակյալ է, քարը տեսնում եք իմ սիրած նույն քարն է, արբուզնե ստիկլո, գույնը փոփոխում է անընդհատ, ինձ շատ դուր է գալիս։ Եվ եկեք նայենք, տեսնենք միասին սիրուն կլինի, կդառնա միասին կոմպլեկտ։ Տեսնում եք ինչ ճոխ է նայվում, մետաղական երանգն էլ է համընկնում, իսկ դուք կկրեիք միասին այս զարդերը, ես մեծ հաճույքով կկրեմ այս ականջողերը այս մատանու հետ։ Այնպես չի, որ ես ժամանակակից զարդեր չեմ կրում, բացառապես վինտաժային, ոչ, ես միքսում եմ, ավելի հաճախ միքսում եմ։ Եվ ահա վինտաժային տարբերակը այս ականջողերի, եթե համեմատում ենք, վինտաժայինը դե տեսնում եք մի փոքր մեծ է եւ ավելի բարակ է, քան այս ժամանակակիցը։ Հիմա փորձեմ ցույց տալ, բայց չի երևում։ Էկրանից այդպես չի երևում։ Նայեք, տարբերություն կա, սա ավելի բարակ է վինտաժայինը։ Ավելի լավ է պատրաստված։ Անմիջապես զգացվում է, որ խեցուկը տոր է, խխունջ է։ Սա ավելի, չգիտեմ, կարային այսքան բնական ստեղծել։ Կարծում եմ, որ սա էլ է բնական։ Եկեք ձայնից փորձենք, ապակու ձայն է գալիս։ Ժամանակակից ականջողերից ապակու ձայն է գալիս, իսկ սրանից իսկական խեցու ձայն։ Փաստացի սա բնական չէ, ապակի է, ապակու զնգզնգոցը գալիս է, բայց շատ բնական էին ստացել, ճիշտ եւ ճիշտ այս բնական խեցու ականջողների նման բնական էին ստացել գույնը, երանգները, պարզապես երբ որ ես սկսեցի համեմատել իրար հետ, զգացի, որ բավականին մեծ տարբերություն կա, տեսեք, այստեղ արկա են խխունջի, խեցու, բոլոր գոքավորությունները, ճեղքերը, իսկ այստեղ հարթ է, բայց դա կապ չունի, կարող է իրենք ասենք հարթացրած լինեին, բայց ձայնից ես զգացի, որ դա ապակի է։ Եկեք ես ձեզ ցույց տամ այն սեթը, որի համար գնել էի այս ականջողները, եւ դուք կհամոզվեք, որ իրոք արժեր
վինտաժային է սա, լուքս է ավելի։ Հիմա ես եթե համեմատեմ, դուք անմիջապես կզգաք տարբերությունը։ Այս զարդերը օտկուտյող, այդպես է կոչվում, այսինքն դիզայներական են։ Տեսնում եք մետաղի գույնը անգամ տարբերիչ է, եւ քաշը բավականին քաշ ունի։ Սա վզնոց, նոցը թևնոցի հետ է, ինչպես տեսնում եք։ Եթե համեմատում ենք մետաղի գույնը, աննշան է տարբերությունը եւ մարգարիտները տարբերվում են, սա սպիտակ է, իսկ սրանք կատնագույն։ Բայց այնուհանդերձ ես կարծում եմ, որ միասին հնարավոր է կրել։ Ինչ կարծիքի եք դուք։ Ամենայն դեպս լավ կոմպլեկտ կարելի է ամառային ստանալ ծովափի ափին կամ ծովափնյա որևիցե քաղաքում, շատ չի լինի 3-ը միասին կրել թևնոցը, վզնոցը եւ ականջողերը, եթե ծովափնյա քաղաքում է ամռանը։ Իսկ բնականաբար սովորական քաղաքային ռիթմում այսպիսի զարդերը բոլորը միասին կրելը մի փոքր շատ կարող է լինել։ Կոմպլեկտի դեպքում ես գերադասում եմ 2-ը միասին կրել, ոչ թե 3-ը։ Այ օրինակ առօրյայում հնարավոր է կրել այս ականջողերը եւ թևնոցը։ Թևնոցի հետ իսկականն է։ Շատ լավ կնայվի ականջողները թևնոցի հետ, առօրյա լուքերի հետ։ Իսկ վզնոցը արդեն թեմատիկ է երկար կիսաշրջազգեստի հետ, ծովափին կամ ինչ-որ հանգստյան գոտում։ Անդրադառնանք հաջորդ փաթեթին։ Եկեք սա էլ բացենք, այս մյուս փաթեթը։ Ու ինչ լավ է, այսօր բոլոր զարդերը լավ են պաշտպանել։ Ու ինչ գեղեցիկ է։ Հապա նայեք ինչ գեղեցիկ է, որքան նուրբ աշխատանք է։ Վերջերս ես ճիշտ նմանատիպ նախշազարդերով ու քարերով բրոշ եմ գնել։ Եկեք համեմատենք, տեսնենք արդյոք գույները կհամընկնեն։ Հիմա բերեմ։ Ահա բրոշը, այս պեկինյան գեղեցկուհին։ Այս ապակին կոչվում է պեկինյան։ Ականջողերի վրա նույնպես օգտագործված է պեկինյան ապակի։ Թվում է թե փիրուզ է, բայց ոչ, պեկինյան ապակի է։ Ու ինչ լավ է, համընկավ։ Տեսնում եք նախշազարդերը, քարերի գույնը, այս կենտրոնական էլեմենտները պեկինյան ապակի են կոչվում, իսկ այս կողքինները արդեն փիրուզի իմիտացիա է։ Եթե նայում ենք կատարված նախշազարդերը եւ օգտագործված այս էլեմենտները համընկնում են։ Մի թեթև այս բրոշի գույնը բաց է ականջողերի գույնից, կապույտ էլեմենտների մասին է խոսքը։ Այսպես էկրանից այդքան էլ չի զգացվում, բայց ես տեսնում եմ թեթևակի աննշան, բայց միասին կրելուց սիրելիներ, դա աչքի չի ընկնի, քանի որ ականջողները արդեն հեռանում են բրոշից դեմքի կողմ, իսկ բրոշը արդեն հագուստի վրա է լինելու եւ ֆոն է ունենալու իր հետևում, ինչպես այս թավշյա կտորը, որևիցե ֆոն կունենա նա հագուստի վրա, եւ բացի այդ էլ հեռավորությունից չի զգացվի հեռավորությունից այդ աննշան գունային տարբերությունը, թեթևակի սա բաց է։ Բայց ես շատ ուրախ եմ, որ գնել եմ այս ականջողերն ու բրոշը, միաժամանակ եմ գնել, նույն ժամանակահատվածում, սա մի քանի օր առաջ եմ ստացել եւ սպասում էի անհամբեր ականջողերին, որ գա միասին բացենք ու ստուգենք, տեսնենք համընկնում է գույնը, թե ոչ։ Նախշազարդերը ես տեսնում էի, որ համընկնում է, մետաղական գույնը նույնպես, մի փոքր կասկածում էի էլեմենտների գունային տարբերության վրա, այն էլ աննշան է, չի զգացվում ոչինչ։ Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ մետաղական գույնը համընկնում է, սիրելիներ։ Եվ այսպիսով շատ ուրախ եմ, որ գնել եմ այս երկու զարդերը, պարտավոր էին իրար գտնել, պարզապես կարծես 2 կես լինեին, որ ասում է կեսին գտել է, չէ՞։ Այ այդպես տարբեր վաճառողներից եմ գնել ու դարձրել կոմպլեկտ։ Դե ինչ սիրելիներ, ինչպես տեսնում եք, այսօրվա բոլոր զարդերը ես մտածված եմ գնել միքսելով իմ ունեցածի հետ, ինչպես հագուստներն ենք, չէ, գնելուց առաջ մտածում պահարանի հետ ինտեգրվի, թե ոչ նույն կերպ զարդերը, այնպես չէ, որ ինչ զարդ տեսնենք, պետք է մեր դուրը գա գնենք, պետք է մտածենք, որ մեր մնացած զարդերի հետ կմիքսվի, թե ոչ, չնայած կա այստեղ մի բայց, եթե կոլեկցիայի համար ես գնում, կարող ես գնել քո սրտի հավանած զարդը, քո
երազած զարդը, բայց եթե արդեն առօրյայում կրելու համար ես գնում այդ զարդը, պետք է արդեն գլխում մտածել այդ զարդի համապատասխան լուկ ստեղծել, միքսել այլ զարդերի հետ։ Շատ զարդասիրությունը շատ նրբագեղ ինչ-որ արվեստ է, որին պետք է իսկապես տիրապետել, այնպես չէ, որ ինչ զարդեր ունենք, պետք է միանգամից գրենք, մտածելով միքսում ենք, այսպես նորաձև է, ոչ։ Զարդերը ամենակարևոր դետալներն են եւ մեգապոլիս քաղաքներում հաշվի չեն առնում հագուստը, անմիջապես նայում են մարդու զարդերը, որը թելադրում է նրա ոճը, զարդերը խոսում են, պատմում են ձեր մասին ամեն ինչ, զարդերից են հասկանում ձեր ճաշակը, ձեր ոճը, ձեր նախասիրությունները եւ նաեւ բնավորության գծերը, այո, բրուտալ զարդեր կրողները մի փոքր ավելի ագրեսիվ են, իսկ նրբավոճ, կանացի զարդեր կրող կանայք ավելի նրբություն, փափկություն, մեղմություն ունեն։ Զարդերով այո, կարելի է բնութագրել նաև բնավորության գծերը։ Դա ասում են մասնագետները, ինչպես նաև հոգեբանները։ Եվ տեսակ նաև այն ականջողերի դեպքում, որ ես այդ մարգարիտով խխունջով ականջողերը գնել էի կոմպլեկտի համար, այս մատանիի համար գնել էի այս ականջողերն էլ այս մատանիի համար եմ գնել որպես կոմպլեկտ, հնարավոր է եւ միասին էլ չկրեմ, բայց դա կապ չունի։ Ես փորձել եմ ստեղծել իմ պատկերացմամբ արդեն միքսել զարդերը միասին։ Ու ինչ եմ ուզում ասել, սիրելիներ, ես շատ ուրախ եմ, որ որոշ վլոգերներ ոգեշնչվելով ինձանից փորձում են իրենց ալիքը դարձնել կոմերցիալ բնույթի, որ ի սկզբանե այդպես չի ստեղծվել, կոնտենտը դա հստակ երևում է, իսկ իմ կոնտենտի վրա աչք ունեն մտածելով, որ կարող է թվալ, որ ունի կոմերցիոն երանգ, բայց եկեք մի փոքր վերաճշտում անենք։ Այն զարդերը, որոնք վաճառվում են իմ մոտ, այդ գումարները հետ են վերադառնում որպես կանոն իմ ալիքի զարգացման մեջ են ներդրվում, ոչ թե բիզնեսիս մեջ, ինչպես թվում է ճակերտավոր բիզնես։ Ալիքի զարգացման համար են գնում այդ գումարները, ոչ թե ինչ-որ բիզնեսի թվացial։ Ասեմ ինչու, որտեվ ես այդ գումարներով գնում եմ նոր զարդեր, ինչպես տեսակ այսօր, եւ մենք ունենում ենք միասին կոնտենտ, ինչպես նաեւ ուսումնասիրում ենք նոր զարդերը, ահա, սրանք վինտաժային են այս կապույտները, իսկ այս կանաչավունները ժամանակակից, եւ դուք էլ կարող եք ձեր աչքերով հետազոտել, ուսումնասիրել տարբերությունը ոճային, որակապես եւ այլն։ Ուզում եմ ասել, այս ամենը ինչ որ մենք անում ենք միասին, համատեղ մեր ջանքերով, անում ենք մեր ընդհանուր ալիքի զարգացման համար, որովհետեւ մենք բոլորս էսթետներ ենք, սիրում ենք զարդեր, ինչպես նաեւ կրել ու դրանք ուսումնասիրել։ Եվ այսօր դուք տեսաք, մի բրոշը գնաց, մի քանի զարդեր եկան այդ գումարի դիմաց, եւ այսպես շարունակ, սիրելիներ, սա է ողջ գաղտնիքը եւ կոնցեպտը այս ալիքի, որ մենք ունենանք որակյալ զարդեր, ուսումնասիրենք էսթետներ որպես ու հաճույք ստանանք մենք բոլորս միասին։ Իսկ դուք սիրելիներ մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է, կմիանաք ինձ հաջորդ անգամ իմ նոր գանձարանից զարդատուփից փնտրելու նոր գանձեր։ Դե, ասեմ ձեզ ցտեսություն, մինչ նոր հանդիպում, կհանդիպենք շատ շուտով։